Պետականացնել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը կամ հրավիրել նոր ներդրողի։ Հեծի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում այս երկու հնարավոր տարբերակի մասին է հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընդգծել հեծի հետ կապված հիմնական խնդիրը հետագա ռազմավարական ուղղությունն է։ Մենք սահմանված օրինական ընթացակարգերով հեծը ամբողջությամբ դարձնենք պետական սեփականություն, որից հետո շատ կարևոր բան է պրոֆեսիոնալ կառավարիչ ոլորտի հրավիրենք, որ կառավարի, այսինքն կոնցեսիոն սկզբունքով ենթակառուցվածքը մնում է պետական սեփականություն, լինում է պետական սեփականություն եւ կառավարվում է պրոֆեսիոնալ ընկերության կողմից, իհարկե կառավարության վերահսկողության ներքո։ Երկրորդ տարբերակը, եթե տեսնենք, որ սա ինչ որ պատճառով անհասանելի է, որովհետև այնուամենայնիվ մենք ընկերությունը վերցնելու համար պետք է վճարում իրականացնենք, այդ վճարում հաստատի պետական բյուջեի ծախսը, եթե տեսնենք, որ այդ ծախսը արդարացված չի պետական բյուջեի կողմից, ուրեմն մենք պետք է թափանցիկ ընթացակարգերով նոր ներդրող ներգրավենք։ Ես ուզում եմ անկեղծ ասեմ, ինձ համար լավագույն ցանկալի տարբերակը առաջին տարբերակն է։ Ճիշտն ասած ես կցանկանայի։ Հա, բայց այդտեղ ֆինանսական հարց կա, որը բյուջետային ֆինանսական հարց է, որտեղ մենք ռազմավարական առումով այս հարցը կլուծենք, դուրս կգանք եւ այլ խնդիր երկարաժամկետում էլ մեր երկրի առաջ այդ ռիսկերը բան կանենք, կնվազացնենք, որովհետև եթե նույնիսկ ենթադրենք, որ կառավարիչը կարող է նկատի ունեմ կոնցեսիոների հետ խնդիրներ լինեն, այնտեղ հեշտ է մեր սեփականությունն է, մենք ամբողջությամբ լիազորությունները կարող ենք ունենալ։ Աշխատանքային հանդիպման ընթացքում Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է հեծին լիցենզիայի ձրկելու հիմքերը, ընկերության ֆինանսական վիճակն ու աշխատակիցների վարձատրության համակարգում կատարված փոփոխությունները։ Ըստ այդմ մոտ 1700 աշխատակից ստանում է ամսական 20,000 դրամ հավելավճար։ Նշել, որ տնօրենների, գլխավոր տնօրենի եւ տեղակալների պարգևավճարներից կամավոր հրաժարումից հետո խնայվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ։ Մենք հենց առաջի ամսվանից իմ նշանակումից հետո մինչև 200,000 դրամ համակառն եկամուտ ունեցող հեծի աշխատակիցներին լրացուցիչ կառավարչի առանձին հրամանով լրացուցիչ 20,000 դրամ պարգևատրումներ սահմանեցինք եւ արդեն 4-րդ ամիսն է կստանան մեր գործընկերները։ Այս համակարգը փաստացի ապահովել է աշխատավարձերի 10-ից 20% բարձրացում մինչև հաստիկացուցակների ու դրույքների վերանայման հնարավորությունը, որը կարող է կատարել միայն տնօրենների խորհուրդը, նշել է Պետրոսյանը։ Հավելել, հեծի 6800 աշխատակիցներից մոտ 3400-ը վարձատրվում են 300,000 դրամից քիչ։ Կարծում եմ, որ դա կապված է նաև աշխատանքի որակի հետ, չէ, որովհետև ենթադրում եմ, որ այդ մարդիկ են հատվածն են, որոնց աշխատանքը անմիջապես աշխատանքի արդյունքը երևում է էլեկտրաէներգիայի մատակարարման որակի վրա։ Հեծի ժամանակավոր կառավարիչը պարզաբանել է, որ հավելավճար ստացող աշխատակիցները հիմնականում էլեկտրական սարքավորումներ եւ հաղորդալարեր անցկացնող մասնագետներ են, տեսուչներ, նաեւ վարորդներ, բանվորներ ու հերթապահություն իրականացնող աշխատակիցներ։ 300,000-ից մինչև 600,000 սեգմենտում վարձատրվում են մոտ 1500 աշխատակիցներ եւ նաեւ կարեւոր եմ համարում շեշտելու, որ նաեւ վարձատրության այդ աշխատավարձերի կառուցվածքը մեծապես կախված է նաև արդյունքային ցուցանիշներից ամսական կորուստների աճի հնարավոր անջատումների, խափանումների, հետևական վերացումների արդյունքում վերլուծվում են տեղամասի պետերի, ցանցի պետերի կողմից եւ ներկայացվում են լրացուցիչ պարգևատրումների։ Ես առանձնատուփ եմ շեշտել, որ այդ 20,000-ները չեն վերաբերում որևէ ցուցանիշի։ Դա պարզապես միանվագ տալիս ենք մեղմելու սոցիալական վիճակը մեր աշխատակիցների։ Պետրոսյանը նաև մանրամասներ է ներկայացրել հեծում հայտնաբերված հնարավոր չարաշահումների, ստվերային շրջանառության եւ համակարգային խնդիրների վերաբերյալ։ Նշել, որ արձանագրվել են էլեկտրաէներգիայի ստվերային շրջանառության դեպքեր, որոնք իրականացվել են խարդախ սխեմաներով։ Որոշ տեսուչներ իրական սպառման փոխարեն հավելագրումներ են արել հաշվիչներին, բեռը դնելով պետական եւ համայնքային հիմնարկների վրա։ Դպրոցներ, բժշկական կենտրոններ, կոմունալ տնտեսության օբյեկտներ, գիշերային լուսավորության ցանցեր։ Արդեն իսկ հայտնաբերված եւ փաստաթղթավորված անցնում են մի քանի միլիոն կիլովատժամ քանակները։ Միջինացված դա կարելի է բազմապատկել միջին սակագնով 50 դրամով օրինակ, մի քանի տասնյակ միլիոն դրամի յուրացումը
Նրա խոսքով այս պահին նախաձեռնված է 1 տասնյակից ավելի քրեական վարույթ, կա նաև կալանավորված տեսուչ, որը ըստ Պետրոսյանի համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվին 1 միլիոն դրամից ավելի հավելագրում էր արել։ Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է մամուլում տարածված այն տեղեկությամբ, ըստ որի 2018-ից 24 թվականների սպառման տվյալները անհետացել են։ Այդ նշանակում է, որ պոտենցիալ հավելագրումների տվյալները եթե եղած լինեին, այդ տվյալների հետ կանհետանային։ Կարող ենք ենթադրել, բայց այստեղ ավելի խորքային խնդիր ունենք։ Ըստ Պետրոսյանի 2025 թվականի հունվարին նկատել են, որ տարեսկզբի տվյալները չեն արխիվացվում։ Իսկ հեծը չի ունեցել ներքին ստորաբաժանում 700,000 հաշվիչների տվյալները սպասարկելու համար։ Համակարգի սպասարկումն իրականացրել են արտաքին կազմակերպությունները, այդ թվում ռուսական որոշ ընկերություններ, որոնք կամ ուղղակիորեն մաս են կազմում Տաշիր ընկերությունների խմբին կամ արտապատվիրակված են այդ ծառայությունը ռուսական ընկերությունների։ Մոտ 40 տարբեր մուտքեր են եղել համակարգն, ինչն ինքնին ստեղծել է անվտանգության լուրջ ռիսկեր, հավելել է ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչը։ Եվ ահա այդ 40-ից ավելի դոստուկ ունեցող անձանցից ոմանք կամ ինչ-որ խումբ պարզապես կամ կանխամտածված կամ ցածր կոմպետենտության արդյունքում հունվարի սկզբին այդ խնդիրը լուծելու process-ի ընթացքում որպեսզի լրացուցիչ սերվերի վրա լրացուցիչ տեղեր ազատվեն եւ կարողանան այդ ամբողջ արխիվացնելու, չգիտեմ ինչ գործողության արդյունքում ուսումնասիրվում այս պահին, նաեւ քրեական վարույթ կա, այդ փաստով եւս նախաձեռնված ջնջվել է 2018-ից 24 թվականի նոյեմբեր ամիս ընկած ամբողջ տվյալների բազան։ Վարչապետի հարցին ի պատասխան Պետրոսյանը չի բացառել, որ այդ տվյալների բազաներում տեսանելի եւ ապացուցելի կլինեին նաեւ հավելագրումները։ Տնօրեններն ու կառավարիչները թաքցրել են հացակայից։ Թեպետ ծառայական քննություն են նշանակել, որոշակի մեղավոր շրջանակներ են դուրս բերել եւ այդ ամբողջ փաստաթղթերը հեծում պահվում են խնամքով, բայց որևէ կերպ հաշվետվությունում չի արտացոլվել ՀՑԿՀ ներկայացվող, ինչը լիցենզիայից բխող առաջնային պահանջ է նաեւ։ Ընդ որում նաեւ հաղորդում չէր ներկայացվել իրապահներին, քննելու նաեւ այն վարկածը, որ գուցե արտաքին միջամտության արդյունքում է տեղի ունեցել, քանի որ խոսք գնում է 700,000 մեր քաղաքացիների սպառողների անձնական տվյալների մասին։ Դա վերականգնելի է, թե վերականգնելի։ Այս պահին մինչև այս պահ չի հաջողվել վերականգնել։ Վարչապետը նկատել է, եթե չկան իրական ծախսի տվյալները, չեն կարող իմանալ, թե գրած թիվը ինչքանով է համապատասխանում իրական ծախսին։ Ոնց կարա լինի, որ այդքան այդպիսի ռազմավարական նշանակություն ունեցող համակարգի ռազմավարական նշանակության ինֆորմացիան մեկ էլ ջնջվում է պատահաբար։ Որտեվ եթե խնդրեմ ա եղել, այդ խնդրեմի հետևից միջև վերջ չգնալը, այդ նշանակում է այդ փորձել պարտակել ինչ-որ երևույթներ։ Այդ թվում։ Խոսելով հեծում գնումների գործընթացի մասին, վարչապետը նշել է, որ նախկինում բազմիցս քննարկումներ են ունեցել, տնտեսությունից ազդակներ են եկել, որ գնումներին հիմնականում մասնակցում են փոխկապակցված կազմակերպություններ։ Այսինքն հեծի սեփականատերերի խումբը ստեղծում է եւ ղեկավարության խումբը ստեղծում է ընկերություններ կամ իրանք անձամբ կամ իրանց հետ կապված անձանց միջոցով, որոնք մասնակցում եւ հաղթում են գնումների գործընթացին, որոնք արտոնյալ եւ մենաշնորհային դիրք են տալիս արհեստականորեն, ինչը նաեւ դարձյալ ուղիղ օրենսդրության եւ ՀՑ կողմից սահմանված կարգի խախտում է, ուղիղ խախտում է։ Այս թեման էլ է եղել լիցենզիայից զրկելու բանի, կառավարման արդյունավետության հիմքում է դրված։ Մենք որում մենք բազմիցս այս ազդակը տվել ենք, որտեղ խնդիր կա, նաև որոշակի կարգավորումների վրա ենք աշխատել եւ այլն, որտեղ խնդիր կա։ Սա տնտեսության զարգացումը եւ մրցակցային վիճակը խոչընդոտող վիճակ է։ Ոլորտը հասարակ չէր զարգանում վերջին տարիներին, էներգետիկ ոլորտի թե արտադրողները, թե ներկողները բոլոր փակող առաջ են, որտեղ որևէ հասունություն չունեին հեծի նման ռազմավարական կարևորագույն խոշոր ընկերության տնտեսական արժեշղթայի որևէ կերպ մաս կազմելու։ Օրինակներ բերելուց հետո ժամանակավոր կառավարիչը նշել է, որ այս խախտումների վերաբերյալ արդեն կան վարույթներ։ Ես ինքս հաղորդում եմ ներկայացրել նաև գլխավոր դատախազություն։ Հիմա փաստորեն ստացվում է, որ կցորդիչը, որը կարող էր, իհարկե շուկայական գինը որոշակի փոփոխություններ կարող է ունենալ, բայց պլյուս 10%, 20% եւ այլն։ Այսինքն, որը կարող էր ձեռք բերվել կլորացրած 60 միլիոն դրամով ձեռքաբերվել 130 միլիոն դրամ։ Այո, ընկերության տարեկան բյուջեի մեջ նախատեսված եղել 130 միլիոն դրամ դրամներ։ Շատ լավ։ Դե սա շատ կոնկրետ փաստեր են եւ տպավորությունը ստացվում, եթե չեմ սխալվում, սենց երևույթները, իրավաբանները փողերի լվացում են կոչում, որ այսինքն իրականում
ոչ թե գործարք անելն է, աշխատանք անելն է, այլ շրջանառությունից փող դուրս բերելն է եւ դա այնպիսի խողովակով, որ առերևույթ եկամուտը դիտվի օրինական, բայց գործնականում այն ինչ որ նկարագրում եք եւ եթե հիմնավորված է ըստ էության դա այլ անուն կան փողերի լվացում դժվար է գտնել։ Վարչապետը հետաքրքրվել է նաև վարկերով, որով ծանրաբեռնված է հեծը։ Ընդհանուր առմամբ ժամանակավոր կառավարչի նշանակման պահին հեծը ծանրաբեռնված էր շուրջ 396 միլիոն ամերիկյան դոլարի հասնող չափով վարկային պարտավորություններով, այդ թվում նաև թողարկված պարտատոմսերը, այս պահին արդեն այդ թիվը մոտեցել է 368 միլիոնի, այսինքն շուրջ 28-30 միլիոն դոլարի վարկային պարտավորություններ մենք մարել ենք պատշաճ։ Անդրադարձ է կատարվել նաև նոր բաժանորդների միացման վճարների հնարավոր վերանայմանը։ Հեծի ժամանակավոր կառավարիչը տեղեկացրել է, որ արդեն կա նախնական պատկերացում, ինչ չափով կարող է վերանայվել էլեկտրաէներգիայի սակագինը, եւ որոշումներն ամենայն հավանականությամբ կընդունվեն 2026 թվականի սկզբին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սակագնի ձևավորումը պետք է լինի բացառապես հիմնավորված զերծ քաղաքական շահարկումներից եւ քաղաքացիներին հաճանալու մոտեցումներից։ Տաթև Խաչատրյան, լուրեր։